Հայրաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arքեպիսկոպոս Միրզախանյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, հայտնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18-ին հայտնել էին, որ գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների լիազորությունները դադարեցվել են, չնշելով նրանց անունները։ Հեռացված հոգևորականներին փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն ընտրվում կամ նշանակվում են կապված աշխարհագրական դիրքի եւ տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքի հետ։ Կոտայքի մարզի Առինջ գյուղի առողջի կենտրոններից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել, տեղեկությունը հայտում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի մասին հազանգստացվել է դեկտեմբերի 19-ին ժամը 12:49-ին հրդեհի բարդությունը թիվ 2 կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հնչյոց փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ ասված հաղորդագրությունում։ Դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 7:00-ից հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի Քանաքեռավան Արաբկիր վարչական շրջանի հետ կապվող Կորեայի ձոր կոչվող ճանապարհը։ Այս մասին հայտնել է ճանապարհային դեպարտամենտը։